Արթուր Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, այո, իրավացիորեն երեք բավականին բովանդակային քննարկում տեղի ունեցավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ ընդդիմությունն էլ նաեւ մեր քաղաքացիների համար եւս մեկ անգամ արձանագրենք, որ ներկա էր բավականին ներկայացուցչական կազմով եւ հնչել են բոլոր հնարավոր հարցերը եւ ես էլ ուզում եմ արձանագրել, որ հնչել են բոլոր պատասխաններն հարցերին, որոնք որ ուրեմն գոյություն ունեն եւ որոնք որ մենք վաղուց արդեն կոմունիկացրել ենք մեր հանրության հետ, բայց այսօր էլ ցավոք ուրեմն հնչեց մանիպուլատիվ տեքստեր եւ մեկնաբանություններ կանոնակարգի վերաբերյալ Չնայած, որ երեք մի քանի անգամ դուք անդրադարձել եք այդ հարցին եւ պատասխանել եք եւ հարցի պատասխանը ըստ էության կանոնակարգի տեքստում էլ կա, բայց օգտագործելով այս ամբիոնը, պարոն Գրիգորյան, որովհետեւ ընդդիմությունը նաեւ օգտվում է առիթից, որ ուրեմն այս նիստերը շատ մարդիկ են նայում եւ հանձնաժողովի նիստերը քիչ մարդիկ են նայում եւ ցավոք մենք պետք է նորից ու նորից մեր քաղաքացիների համար պարզաբանենք։ Ընդդիմությունն ասում է, որ եթե մենք կողմ քվեարկեն կանոնակարգին, այն դառնալու է մեր ներպետական օրենսդրության մաս։ Բայց մենք գիտենք, որ առանց երկու կողմի վավեցման սա տեղի չի ունենալու։ Ես խնդրում եմ այս հատվածին եւս մեկ անգամ անդրադառնանք մեր քաղաքացիների համար, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Իրականության մեջ այո, դուք իրավացի կանոնակարգի հենց տեքստը տալիս է կարծում եմ բոլոր հարցերի պատասխանը եւ այդ իմաստով կառուցվածքը գործընթացի հետևյալն է, որ ներպետական ընթացակարգեր Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան կանոնակարգը պետք է անցնի Հայաստանի Հանրապետությունում, Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն ներպետական ընթացակարգեր կանոնակարգը պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետությունում, որից հետո փոխանակվում են ծանուցումներ, որոնց փոխանական օրվանից կանոնակարգը համարվում է երկկողմանի ստորագրված։ Եվ այս իմաստով ես անկեղծ հարցադրումն էլ չեմ հասկանում, ինչու է խնդրեմը, բայց ես ավելին ասեմ, եթե նույնիսկ հիպոթետիկ համարենք, որ այս կանոնակարգը Հայաստանի Հանրապետությունում կընդունվի եւ կդառնա օրենսդրության մաս, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ըստ էության սա եթե ազգային ժողովը հավանության արժանացրեց այս մեր մոտեցումը, նշանակում է մեր պետությունը պատրաստ է այս գործընթացը իրականացնել եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր այս գործընթացում, հավատում եմ այս գործընթացին եւ կարծում եմ անպայման Հայաստանի Հանրապետությունը այս գործընթացով պետք է ընթանա, բայց դա չի նշանակում, որ պնդումները ընդդիմության ճիշտ են, իրոք սա կդառնա պարտադիր իմպերատիվ Հայաստանի Հանրապետությունում, երբ որ